Սիրելի հայրենակիցներ, քույրերի մի եղբայրներ, ողջույն եւ բարի վերադարձ Խոստով մեդիա։ Ավելի քան 2 տարի է ինչ միմյանց չենք հանդիպել եւ այս բացակայության համար պետք է անձամբ ներողություն խնդրեմ, ասելով, որ բացակայությունը պայմանավորված է մեծապես անձնական եւ ֆինանսական պատճառներով եւ մի շարք ընկերների, հայրենակիցների օժանդակության շնորհիվ, որոնք մեզ խնդրեցին եւ պահանջեցին նաեւ վերսկսել մեր աշխատանքը, մենք արդեն ավելի քան 2 ամիս է ինչ ձեռնարկեցինք ամեն անհրաժեշտ քայլ, որպեսզի որակական ուղումներ կատարելով հանդերձ ետ վերադառնանք YouTube մեդիա եւ փորձենք ազգանպաստ եւ պետականամետ մեր գաղափարախոսությունը, մտորումները եւ լուծումները տարածել։ Ուրեմն այսօր պետք է միասին ունենք հնարավորինս կարճ զրույց, պետք է այս հաղորդման շրջանակում ստամանեմ այն մոտեցումները, որոնք մերը պետք է լինեն, պետք է խոսեմ այն հիմնասյուների, այն մեր քաղաքական դիրքորոշման մասին, որոնք մերն են եւ որոնց հիմքի վրա հետագա հաղորդումների շրջանակում կանադառնանք տարբեր հարցերի, որոնք մտահոգում են մեզ իբրև հայ ազգ եւ իբրև հայոց հայք պետականություն։ Ուրեմն ձեր թույլտվությամբ պետք է այսօր ներկայացնեմ մի նոր ուրեմն ձևաչափ հաղորդում, ուրեմն որը պետք է կոչվի հայոց պատասխան, երկու բառով եւ ընթերցելով հենց հեղինակի տեքստը, որը հիմք է դարձել մեր հաղորդման անվանակոչման, պետք է սկսենք այսօրվա մեր հաղորդումը։ Ուրեմն ինչու հայոց պատասխան։ Տարիներ առաջ շատ մեծ պատականությամբ կարդացի մեծանուն Էմինի տողերը, որ հիմա պետք է ընթերցեմ եւ հաջորդիվ նաեւ ասեմ եւ պետք է ձեզ համար բարձրի թե ինչ ընտրեցինք հենց հայոց պատասխան հաղորդումը եւ որն է լինելու այն ձևաչափը։ Անպատասխան հարց։ Ամեն հարց կյանքում պատասխան ունի, բացի մի հարցից, անիծյալ հարցից, միակ, եզակի եւ անզուգական։ Ով չգիտե, որ դարերից ի վեր հայոց հարցը կա, բայց լսել եք, որ երբևէ լիներ հայոց պատասխան։ Պատասխան չկա։ Պատասխան չկա։ Հարց սզրկվածը ազնիվ արդարն է միայն ունենում։ Չար անարդարը հարցն ինչ է անում։ Նարոկ արդարի հողն ու երկիրն է հարցականի ու հարցի տակ դնում։ Նա հարցեր չունի, նա ունի միայն հարց տվողների բերանը փակող յաթաղաններ ու զենքեր մարդասպան, իբրև արդարի հարցին պատասխան։ Կա մեկն աշխարհում, որ չիմանա հարց հայկական, բայց լսել եք, որ երբևէ լիներ հայոց պատասխան։ Ոչ պարսկական, ոչ թուրքական, հայի հայկականն եմ ուզում։ Ոչ տարագիր, ոչ գաղթական, հայ ազգ իր տանն եմ ուզում։ Իմ վաղեմի ազնիվ հայցին արդար դատաստանն եմ ուզում։ Օգնել եմ ես հայոց հարցից, հայոց պատասխանն եմ ուզում։ Եվ հենց այս տողերը ընթերցելուց հետո է, որ ինձ մոտ շատ ու շատ հարցեր շատ պարզ դարձան եւ իբրև հայ մարդ ձևավորվեց շատ կարճ ժամանակահատվածում իմ դիրքորոշումը զանազան հարցերի, ինչպես օրինակ արտաքին խաղաղականություն, ինչպես օրինակ ինքնաճանաչման հարցը ի հայտ եկավ եւ այդ ժամանակահատվածում բացահայտեցի մեծանուն Գարեգին Ռդեին, որի գաղափարախոսությամբ եւ շարժվում ենք թե անձամբ մեր կյանքում, թե Խոստով մեդիայի հարթակում եւ որ իբրև սրտիս փոփանք ընտրեցինք հենց հայոց պատասխան անունը, ասելով որ մենք նույնպես հոգնել ենք հայոց հարցից եւ պետք է փորձենք մեր ուրույն չափով շատ այս մեր համեստ հնարավորությունների սահմանում փորձենք օգտակար լինել հայոց պատասխանի հնչեցնելուն, հա, դա կլինի ներքին կարգով թե համայն մարդկությանը։ Եվ այսպես 2-3 կետերը, որոնց մասին պետք է անդրադառնանք, քանի որ ինչպես որ գիտեք, խոսելու ենք շատ հաճախ քաղաքական թեմաների մասին։ Առաջինը դա վերջերս տեղի ունեցած այսպես կոչված ազգային ժողովի ընտրություններն են, որոնց մասով պետք է շատ կարճ ասենք, որ մենք բնականաբար չենք ընդունում այն արդյունքները, որոնք արձանագրվել են, չենք ընդունում կարճ եւ պարզ ասված այս ամաչում եմ անգամ այդ բառը հնչեցնել, այս բարագային ազգային ժողովի արկայությունն իսկ, որովհետեւ ներսում գտնվող
ամեն երևույթ ապազգային է հակապետական եւ հետեւաբար մենք նրանց բացառապես ոչ մի կերպ չենք ճանաչում։ Նրանք մեզ համար գոյություն չունեն, ինչպես որ ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ չունենք կառավարություն եւ չունենք ազգային ժողով։ Նույն կերպ պետք է սահմանենք, որ մենք չենք ընդունում այսպես կոչված TRIP ճանապարհը, որը մեզ ներկայացվում է եւ հրամցվում է, որ իբրև խաղաղության ճանապարհ, տնտեսական աճի եւ զարգացման ճանապարհ եւ շատերը մեզ փորձում են նաեւ միաժամանակ ասել, թե սա ամերիկյան ծրագիր է եւ որ ամերիկյան պետությունն է այս լուծումը մեզ առաջարկել, որը նույնպես իհարկե սուտ է, սակայն այս ամենին մենք խորապես եւ ընդհանրացակ կերպով կանադառնանք հաջորդ հաղորդների շրջանակում եւ կբացատրենք թե ինչու ենք մենք հայերս եւ ինչու է հայոց պետականությունը դեմ այս մեզ պարտադրված լուծման, որը լուծում է գուցե այլոց համար, բայց ոչ մեր հայազգի համար։ Նույն կերպ պետք է նշենք, որ Հայաստանում, մեր երկրում մեզ ստիպում են պարակտվել, բաժանվել եւ ամասն չի մնում այս բաժանարար քաղաքականությունը նաեւ մեր կրոնական դաշտի կապակցությամբ եւ ամեն ինչ ձեռնարկում է, որպեսզի հայ ազգը նաեւ հոգեպես, պարակտված լինի եւ փորձում են մեր երիտասարդությանը մասնավորապես հեռացնել ազգայինից եւ այս մասով պետք է հետագայում անդրադառնանք ահաբեկչական այս կազմակերպությունների, ահաբեկչական այս բառը տերմինը ես հենց այնպես չեմ կիրառում այստեղ եւ ամեն քայլ կձեռնարկենք մեր հնարավորությունների սահմանում, որպեսզի այսպես կոչված աղանդներ, ահաբեկչական այս կազմակերպությունը, ինչպես օրինակ Եվաների վկաները, կյանքի խոսք եւ այլոք, իսպառ վերանան հայոց իրականությունից եւ ի բարություն համայն մարդկության մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանք հետագայում նաեւ գոյություն չունենան աշխարհից վրա։ Եվ այս ամենը պետք է անցնի պարտադիր նաեւ մեր հայրաքելական եկեղեցու պաշտպանությամբ, այո, ճիշտ լսեցիք, հայոց առաքելական եկեղեցու պաշտպանությամբ իբրև կառույց, իբրև ինստիտուտ, ներեցեք իհարկե այս օտարալեզու բառի կիրառման համար, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր առաքելական եկեղեցին դուրս գա այս պայքարից ներեցեք հնարավորինս ամուր եւ զորեղ, այս պահին չպետք է ընդհարցակվեմ այս թեմայի շուրջ, սակայն պետք է նաեւ նշեմ, որ մենք ունենք մեր ուրույն մեր անձնական կարծիքը կաթողիկոսի կոչումը կրող անձի վերաբերյալ, սակայն միաժամանակ կարողանում ենք տարանջատել անձը, ղեկավար եւ կառույց հասկացողությունը կարող ենք տարանջատել, այս ամենի մասին խոսենք հաջորդիվ, անդադ ցանկություն է ցակումից մոտ արդեն իսկ խոսել խորապես այս նյութերի մասին, պետք է միաժամանակ նաեւ հաճախ խոսենք արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մասին, որոնք են նրանց իրավունքները, պարտավորությունները եւ պարտականությունները եւ միաժամանակ կնկատեք, որ մեր հաղորդումների ժամանակ ես փորձում եմ հնարավորինս մաքուր հայերենով արտահայտվել, հնարավորինս չկիրառել օտարալեզու որևիցե բառ, խոսք, երբեմն երբ այն տեղի ունենում կանխավ ներողություն եմ խնդրում եւ այս մասով մենք հնարավորինս քիչ կօգտագործենք սփյուռք եւ սփյուռքահայ եզրույթները, այլ կկիրառենք այլ բառեր եւ անվանակոչումներ, ինչպես օրինակ գաղութ եւ գաղութահայություն, որը բնականաբար ավելի ճիշտ է եւ այս ամենի մասին մենք հետագայում կխոսենք, փորձենք նաեւ արտերկրից ներգրավել հայրենակիցների, որոնք թող եւ փորձեն համաձայն չլինել մեր այս եզրույթների եւ մոտեցումների հետ։ Սակայն մենք ջերմորեն ողջունում ենք մեր հայրենակիցներին, որոնք բնակվում են արտերկրում, ինչպես որ գիտեք, ես ինքս ավելի քան 19 տարի բնակվել եմ արտերկրում, Ֆրանսիայում, այժմ հայրենիքում եմ ավելի քան 5 տարի, այնպես որ ոչ ոքի անձնական վիրավորանք հասցնելու միտում չունեմ, սակայն հայոց պատասխանը տալու համար
եւ պաշտպանված լինելու համար մենք պարտավոր ենք այսուհետ կիրառել ճիշտ բառամթերք, բառապաշար, որպեսզի հետագայում կարողանանք տրամադրել ճիշտ լուծումներ նաեւ։ Շատ կարևոր հարց, որին կանադառնանք հետագայում, դա կրթությունն է։ Կրթություն իրեն լայն իմաստով, հա, ինչու որտեղ անձամբ երբ վերադարձա հայրենիք, փորձեցի նաեւ հասկանալ, թե ինչ վիճակում է մեր կրթական համակարգը, դպրոցներից սկսված մինչև բուհեր, եւ հասկացա, որ խայտառակ վատ վիճակում է մեր կրթական համակարգը, անկեղծ ասած երևի այն ոլորտներից մեկն է, որտեղ ապրեցի հիասթափություն, խոր հիասթափություն, այս ամենը նույնպես կանադառնանք, իհարկե կրթություն ասելով նկատի չունենք տարաճանաչություն բացառապես, հա, այլ նաեւ ճիշտ մարդ, ճիշտ մասնագետ եւ հետեւաբար նաեւ լավ հայ կերտելու մասին է խոսքը այստեղ, այս ամենին կանադառնանք հաջորդ մեր թողարկումների ժամանակ։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության, մեր հարթակում մենք պետք է ի հայտ բերենք եւ բարձրացնենք միակ եւ բացառապես միակ մոտեցումը հայոց պետականության համար եւ հայ ազգի համար, այն է, որ մենք մեր տեղում ենք, մեր օրոցն է, մեր բնորանն է, մեր հայրենիքն է, հայոց լեռնաշխարհը, մենք բնակվում ենք մեր երկրում եւ քարտեզային տեսանկյունից եթե զուտ այս պահին սահմանափակվեն, պետք է ասեմ, որ մեր երկիրը եւ թող սա ինչ որ իր հարված հայի խոսք պարզապես չնչի, այլ իրականություն է, հա, քարտեզային մեր երկիրը գտնվում է աշխարհի կենտրոնում, այն է արևելքի եւ արևմուտքի միջև, մենք գտնվում ենք նույնպես հյուսիսային եւ հարավային այս ճակատների միջև, հյուսիսում Ռուսաստան, հարավում Իրանի Իսլամական Հանրապետություն, որի հետ խնդիրներ ունեն այլ գերտերություններ, որոնք մեծապես ուրեմն ինչպես որ գիտեք արևմտյան երկրներից են եւ այո, մենք գտնվում ենք այս ամենի էպիկենտրոնում եւ հետեւաբար մեր դիրքորոշումը շատ պարզ է։ Մենք չունենք ոչ մի տեղ գնալու, մենք մեր տեղում ենք եւ կաշխատենք ազնվորեն բոլոր երկրների, միությունների հետ, որոնք պատրաստական են հարգալից վերաբերմունք տածել մեր ժողովրդի եւ մեր երկրի հանդեպ եւ մենք ամեն ինչ կձեռնարկենք այդ պարագայում, որպեսզի միջպետական եւ երկկողմանի հարաբերություններ լինեն հնարավորինս որակյալ եւ կստեղծենք անհրաժեշտ բոլոր այն միջոցները, որպեսզի այդ գործող իսկ կամ դեռևս գոյություն չունեցող հարաբերությունները անընդհատ բարելավեն ի օգուտ հայ ազգի եւ հայոց պետականության։ Հետագայում նույնպես կանադառնանք այլ հարցերի, ինչպես տնտեսությանը, էներգետիկ հարցերին, կխոսենք շինարարական աշխատանքների մասին, հա, կառուցապատման այս ընթացքի մասին, որ տեղի ունենում Երևանում, մեր մայրաքաղաքում եւ նաեւ մայրաքաղաքից դուրս, որոնք բնականաբար անհրաժեշտ են, որովհետեւ մեր բնակչությունը աճում է, արտերկրաբնակ հայրենակիցներ նույնպես կամենում են ներդրումներ կատարել հայրենիքում, ոմանք նաեւ հայրենադարձում են, եթե վերադառնում հայրենիք, սակայն միաժամանակ մասնագետների օգնությամբ կփորձենք խոսել այն ամենի մասին, որը կարող է ցավոք սրտի անդառնալի հետևանք թողնել թե մեզ համար, թե գալիք սերունդների համար։ Խոսենք բնականաբար մասնավորապես ինչպես որ քիչ առաջ ասացի, հայ-իրանական, հայ-պարսկական հարաբերությունների մասին, որը կարևոր է մեզ համար եւ որը նաեւ մոտակա տասնամյակների ընթացքում կարող է դառնալ հզոր կենտրոն, համաշխարհային հզոր կենտրոն։ Եվ այս շրջանակում պետք է փորձենք հյուրընկալել նաեւ իրանագետների եւ ինչու՞ չէ նաեւ հյուրեր Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Խոսենք մեր պաշտպանության մասին, բանակի մասին, հապճեպ թեկուզ, սակայն անդրադարձ կատարենք նաեւ մեր անցյալի մղած մարտերի մասին, որոնց պետք է մենք հիմք ընդունենք մեր գալիք պայքարների մարտերի համար։ Եվ փորձելով եզրափակել այսօրվա մեր կարճ մեկնարկային հաղորդումը, ես ինքս հանձն եմ առնում այս հաղորդումները մեր արդեն շատ սիրելի դարձած հիմնահարց եւ նաեւ հայոց պատասխան հաղորդումները կազմակերպել հնարավորինս արագ եւ որոշ բարբերականությամբ, որպեսզի մենք հասցնենք խոսել կարևոր հարցերի մասին, այս բոլոր հաղորդումների ընթացքում ինչպես որ ասացի,
Պարտավորվում եմ նաև խոսել հնարավորինս պարզ եւ մաքուր հայերենով, բան, որը իհարկե ցավոք սրտի ինձ համար այդքան էլ հեշտ չէ, բայց հնարավոր է, եթե այդ նպատակը մեր առջև մենք դնում ենք։ Նույն կերպ մենք կիրառենք պատկերներ, նկարներ, քարտեզներ, որոնք չեն մերժում մեր պատմությունը, չեն մերժում մեր իրավունքները, ինչպես օրինակ այն քարտեզը, որը դուք տեսնում եք այս պահին ձեր էկրանին, այս ամենի մասին կանդրադառնանք հետագայում եւ եզրափակելով սիրելի հայրենակիցներ, լրում են մեր ավանդական դարձած հիմնարար ուրեմն հաղորդմանը, որի նպատակն է վարել հարցազրույցներ հյուրերի հետ, մենք հետագայում ունենալու ենք այս ձևաչափը հայոց պատասխանը, որի ընթացքում ես ինքս կանադառնամ ձեր կողմից բարձրացված հարցերին կամ ավելի լայնորեն, այսպես ասած, տարբեր հարթակներում բարձրացված հարցերին, որոնք կամ անպատասխան են մնում, կամ որոնք չի տրվում ազգանպաստ եւ պետականամետ, այսպես դիրքերից ելնող պատասխաններ։ Ուրեմն մեկնաբանությունների մասում եզրափակելով պետք է խնդրեմ, ուրեմն նշեք այն անձանց անունները, հյուրերի անունները, որոնց կամենայիք տեսնել մեզ մոտ, եւ նաեւ ինչու՞ չէ այն հարցերը, այն թեմատիկաները, որոնց կամենայիք, որ մենք անդրադառնայինք։ Մինչ 100 թողարկում պետք է խնդրեմ հավանել այս տեսանյութը, հետևել մեր էջին եւ տարածել, մասնավորապես այս մեկնարկային հաղորդումը, որպեսզի մեր աշխատանքը լինի որակյալ եւ մշտական, առանց ուրեմն դադարի այս անգամ իսկ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեր հավատարմության համար, սիրելի հայրենակիցներ, միշտ հիշեք, ինչ էլ պատահի, հայացքդ մի կտրիր խոստուփից։ Շնորհակալություն, մնաք բարով, ցտեսություն։